Երևանը աշխարհի լավագույն գիշերային կյանք ունեցող քաղաքների տասնյակում։ Condé Nast Traveler ամսագրում, որն անդրադառնում է ճանապարհորդությանը, զբոսաշրջությանը, հյուրանոցներին, ռեստորաններին, զբոսաշրջային ուղղություններին, շեշտադրվում են Երևանի աշխույժ մթնոլորտը, բարերը, գինու մշակույթը։ Ըստ հոդվածի առաջին տեղում Բարսելոնան է, այնուհետև Փարիզը, Տոկիոն, Պրահան, Թբիլիսին, Սեուլը, Երևանը, Բանգկոկը, Բալին, Բուդապեշտը։ Որոշեցինք ինքներս իմանալ, թե իրականում զբոսաշրջիկները ինչ կարծիք ունեն գիշերային Երևանի մասին։ Գիշերը քաղաքը կարծես նորից արթնանում է, մենք կենտրոնում ենք բնակվում եւ պատուհանից նայելիս, թե առավոտյան, թե երեկոյան ցանկանում ես դուրս գալ, քայլել, նայել, նկարել, ինչպես մեզ մոտ են ասում, չես կշտանում այս ամենից։ Երկու օր է ինչ Հայաստանում եմ, ինձ դուր են գալիս քաղաքի մթնոլորտը, գիշերային լույսերը, անվտանգությունը։ Այցելել ենք Կապույտ մզկիթ, մոլ, տարբեր փողոցներում շրջել ենք։ Հիմա էլ Հանրապետության հրապարակում ենք։ Որոշեցինք քայլել գիշերային քաղաքով, շատ էի ուզում դուդուկի հնչյունները լսել եւ հանկարծ տեսա այստեղ նվագում են։ Հրաշալի եւ անվտանգ քաղաք է։ Ինձ թվում է Երևանը կենդանի քաղաք է։ Նույնիսկ երբ գիշերը 12-ին կամ 1-ին դուրս ես գալիս փողոց, կարող ես բազմաթիվ մարդկանց տեսնել եւ կարող եմ վստահ ասել, որ այստեղ իսկապես անվտանգ է։ Ինձ դուր է գալիս այս քաղաքը, հատկապես գիշերը, երբ բոլոր լույսերը վառվում են։ Դուրս եկանք հյուրանոցից, մի փոքր շրջելու եւ տեսնելու, թե ինչպիսին է քաղաքը գիշերը։ Հավանեցինք Երևանի լույսերը, ընդհանուր տեսքը, իսկապես գեղեցիկ քաղաք է, մարդիկ լավն են։ Խոհանոցը հիանալի է, հյուրընկալությունը բարձր մակարդակի։ Ինչ շատ է դուր գալիս Հայաստանը, Երևանը։ Կեսօր ինչ այստեղ ենք, հասցրել ենք այցելել Լուսիկա Գուլեցի տուն-թանգարան, Կասկադ։ Զբոսաշրջության կոմիտեի մամուլի խոսնակը տեղեկացնում է, նախկինում ավելի շատ տարիքային մեծ խմբերն էին նախընտրում Հայաստան այցելել։ Այսօր արդեն երիտասարդները եւս նախընտրում են գալ մեր երկիր։ Մասնավորապես Երևան, քանի որ Երևանը իր գիշերային կյանքով բավականին հայտնի է, քանի որ ոչ միայն հաճելի ժամանց են անցկացնում մարդիկ, այլ նաեւ ապահովվածության զգացում են ունենում։ Քանի որ Երևանը ճանաչվել է աշխարհում ամենաապահով քաղաքներից մեկը, եւ զբոսաշրջիկների բավականին մեծ խմբեր նախընտրում են անցկացնել իրենց ճամփորդության մեծ մասը Երևանում ու վայելել գիշերային կյանքը։ Եթե այլ քաղաքներում գիշերային ակտիվությունը լինում է ուրբաթ շաբաթ կիրակի, Երևանում գրեթե ամեն օր է ակտիվ, նշում է Բաղդասարյանը։ Ավելում, Երևանի մասին հրապարակումները շատ են տարբեր ամսագրերում, լրատվական կայքերում, սոցիալական հարթակներում։ Ճանաչողական այցերի շրջանակում Հայաստան այցելում են համաշխարհային մակարդակի պարբերականներից լրագրողներ, ինչպես նաև ինստագրամյան հարթակում բավականին մեծ հետևորդների քանակով անձիկ, ովքեր ներկայացնում են Երևանը, Հայաստանը, ինչից որ ամենաշատն են տպավորված։ Հիմնականում նրանց կարծիքը Հայաստանի ու Երևանի մասին միայն դրական է լինում, քանի որ մինչև այստեղ գալը նրանք չեն պատկերացնում, թե ինչեր կարող են բացահայտել Հայաստանում։ Լիանա Խաչատուրյան, Էդգար Դավթյան, Արամ Հարությունյան, լուրեր։